Արյաբադիվ սրբազան հայրեր, կերաբայձար, կերաբադիվ մեծավորներ, վարտաբետներ և արժանաբադիվ կահանաներ, սարգավակներ, առաքինազարդ քույրեր, մեր եկեղեցին սիրեցյալ զավակներ, եթե ծորենի հադիկը հողի մեջ ինա ու մերնի, շատ արդյունք ուտա։ Աստվածային ներքին ուրախությամբ և երախտագիտությամբ ինչպես անոր անպավ ողորմածությամբ այս տարի գտոնենք Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբատասման հիշատակության օրը։ Սուրբ Իգնատիոս Մալոյանի անունը նոր ասրի նման գպայլի սրբության երկնագամարին վրա, ոչ միայն իբրև անցյալի նահատակի հիշատակը, այլ Աստծո մշտադեպ ներկայության կենտանի նշանը մեր ժողովրդի կյանքեն ներս։ Իգնատիոս arczepiskopos Մալոյանի սրբատասումը մեծ անձնավորությամբ հիշատակին ու հարկանքի դուրքը չէ միայն, այլ նաև եկեղեցական ճանաչումն է, թե Աստծո շնորհքը իր պարահեղ ցևով դրոշմված է անոր կյանքին մեջ եւ անոր արյունով կնքված վկայություն տված է սրբության բդուղը։ Արտարև այնտեղ ուր աշխարհն ականատես եղավ ողբերգական ավարտիմը, եկեղեցին տեսավ հավատքի հաղթանակը, իսկ այնտեղ ուր հալածանքները կգարձեին, թե գրնային լրացնել ճշմարտության ցայնը, Աստված գամեցավ, որ այդ ցայնը ժամանակի ընթացքին դառնա օրհնեքրության արձագանքը։ Իգնատիոս Մալոյան Սուրբը եպիսկոպոսական ծառայությունն ապրեցավ որպես բարի որ չի լքեց իր հոդը դժվարություններու դիմաց, մինչև վերջին վարգյանը անսիրեց իր եկեղեցին ու ժողովուրդը, բացառիկ հավատարմությամբ գրեց իր գեղերական գոչումին խաչը, դառնալով եպիսկոպոսին, կահանային ու հավատացյալին համար պայծառ օրինակը։ Սուրբ Իգնատիոս Մալոյանի վկայությունը մեզի ցույց կտա, թե անսասանությունը կարելի է ու հավատարմությունը թուլություն չէ, այլ գորով է, ինչպես քրիստոնեական հույսը չի բարձվիր որքանալ ամեհի ըլլան պոտորիկները։ Ուստի այսօր Սուրբ Իգնատիոս Մալոյանի օրնապեր դոնը մեզի համար գոչմն է հետևելու անոր օրինակին։ Արտարև սուրբերը հերբեն մեծարված գերբարներ չեն մեզի համար, այլ դեպի Հիսուս Քրիստոսը դանող ճանապարհն են։ Սուրբ Իգնատիոս Մալոյանի կյանքի միջոցով մենք կսորվենք սրբությունը, որ կփխի անցի հավատարմութենեն, առօրյա բարդականություններեն եւ եկեղեցին հանդեպ հարադեպ սերեն։ Սուրբ Իգնատիոս Մալոյանին դոնը նաև յուրահատուկ պատգամ կգրե աշխարհով մեկ ծրված մեր հայ ժողովրդին համար, ինչպես որ ան փորձություններու մեջ բահբանեց իր քրիստոնեական հավատքը, իր ազգային ինքնությունը եւ իր եկեղեցական պատկանելությունը, մենք եւս կոչված ենք ամուր գերբով գարչելու մեր դողմային ու կրոնական ժառանգության, այսպես հոգեմտավոր կանցերը փոխանցելու համար մեր նոր սերունդներուն, որբեսի մեր եկեղեցին ամեն ուրեք մնա կենտանի, բդղապեր եւ վկա ավետարանի։ Եկեք այսօր դոնակատարությունը դարձնենք արիթմը շնորհներու ըստացումին ու հոգևոր կյանքին նորոգության։ Աղոթ բարձրացնենք Աստծո, որբեսի անոր բարեխոսությամբ իր օրհնությունները զեղվի մեր ընտանիքներու վրա, երիտասարդներուն, մեր հիվանդներուն եւ դարաբողներուն վրա, ինչպես նաեւ մեր ծննդավայրին ու հայրենիքին, որոնք այնքան կգարոդին խաղաղության,
արտարության ու գայունության։ Մենք կխնդրենք Սուրբ Իգնատիոս Մալոյանեն, որ ուղեկիցը լա մեր եկեղեցին փշոտ ճանապարհին եւ բարեխոս մեզի համար Աստծո գահին արչեւ, որբեսի հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսի եկեղեցին, հաստատուն հույսով ապրենք սիրով եւ կործենք սիրով ու վստահությամբ, գալենք միասին սրբության ճանապարհին։ Թող այս մեծ սուրբին կյանքը լա պարոսը մեզի համար, որ գլուսավորե մեր գենսուրին, թող անոր վկայությունը մնա մշտադեպ կոչմը, որ մեզի գարաշնորհե հաստատուն քալվածքով դեպի Քրիստոսը։ Ապրիլյան նահատակ Իգնատիոս Մալոյանի սրբատասումը գենտանի պատկամն է, որ գահրավիր է մեզ շարունակ ընտանալու սրբության ուղիով։ Հավատարմորեն ամուր գարչած մեր դողմային նվիրականության, մեր քրիստոնեական հավատքին ու լիով միացած մեր Բրճին Հիսուս Քրիստոսի հետ եւ այն անոր գուսածին զմարու ցավագին դերամոր միշնորտության։ Այս առիթով սիրելի հավատացյալներ, եղբայրներ եւ քույրեր, ցեզի բոլորեդ կփոխանցեմ իմ առաքելական օրհնությունները։